Դե ինչ, Վենսը ձեր փրկիչը հեռացրեցիր բոլոր այն գրառումները, որոնք արվել էր Ծիծեռնակաբերդում, որոնք արվել էր Ծիծեռնակաբերդի հետ կապված, հասկանում եք, ԱՄՆ-ի փոխնախագահան ինչպիսի անլուրջ, անսկզբունք գործողություններ է իրականացնում։ Ոնց կարելի է փոխնախագահի մակարդակով անել պաշտոնական հրապարակումներ, որից հետո մի քանի անգամ խմբագրել, որից հետո հեռացնել այդ ամենը իր էջերից։ Սա խոսում է նրանց լրջության մասին։ Եվ այն շոուն, որ բեմականացվեց Հայաստանում, որից հետո գնաց Ադրբեջան, եւ նույնը Ադրբեջանում, Թուրքիայի վայնասունը, որից հետո հաջորդեց այս գործընթացը, եւ Նիկոլ Փաշինյանից վախից Ծիծեռնակաբերդ չայցելել է նույն Վենսի հետ, սրանք բոլորը իրար հետ կապված են, սիրելի հայրենակիցներ։ Նիկոլը լավ գիտի իր պապա Էրդողանի բռունցքի հարվածը իր դնչին, կերել է մի քանի անգամ, դրա համար տակը արած կզած ուրանում է, հերոսների արյուն ուրանում է, անմեղ զոհերի արյուն, վախենում է Ծիծեռնակաբերդի անուն տա, վախենում է գնա այնտեղ, նույն ԱՄՆ-ն իր իսկ ընդունածից հրաժարվում է, ջնջելով այդ գրառումները, հեռացնելով իրենց էջերից այդ տեսանյութերը։ Սա ցույց է տալիս, թե ինչքանով են ԱՄՆ-ն եւ Թուրքիան իրար հետ կապված։ Չնայած ցանկացած գիտակից մարդու համար դա արդեն իսկ հասկանալի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, 3 անգամ կրկնեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, կրկնեք 3 անգամ, նիկոլականներ, կրկնեք, որ ձեր ուղեղը մտնի, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն դա ռազմական կառույց է, ռազմական կառույց է, ռազմական բալիկներ ջան, որը ստեղծել է Ամերիկան, հասկանում եք, ռազմական կառույց է, ստեղծել է Ամերիկան, հասկանում եք դա ինչա նշանակում։ Պարզ տրամաբանություն, պարզ, այնքան պարզ, որ ասելու չի։ Երբ որ ձեզ սկսում են կերակրել, թե վայ, Թուրքիան եւ ԱՄՆ-ն կզսպի Թուրքիային, ԱՄՆ-ն էսկանի Թուրքիային, ոնց բացատրես, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիայի շահերը նույնն են այս տարածաշրջանում, արա նույնն են, ԱՄՆ-ն Թուրքիային այստեղ փորձում է հզորացնել եւ թուլացնել Ռուսաստանին, արա ոնց չեք կարում, դուք էսկանը ընկալեք, այս առաջի դասարանցու ուղեղի բանա դաժե։ Դուք ձեզ ինչ եք ուզում ինքնախապեյությամբ, չգիտեմ ինչերով, այս տարածաշրջանում կա մի թիրախ, առաջին գլխավոր մի թիրախը դա Ռուսաստանն է, մեծ ուժը ամենա, որից հետո Պարսկաստանն է, եւ այս ամբողջ գործընթացը այդ ուժերի դեմ է, հիմա այստեղ գտեք հայերի շահը, արդյոք Թուրքիայի հզորացումով հայի շահը պաշտպանված է լինելու, Հայաստանը չի իշխում այսօր այս տարածաշրջանում, ես առաջինը կողջունեմ, առաջինը կպայքարեմ, եթե դա լինի ռեալ իրականության մեջ, եթե մենք այո հասնենք նրան, որ մենք տարածաշրջանում իրապես իշխող լինեինք Ռուսաստանից, Թուրքիայից, Պարսկաստանից, բայց կա ռեալ իրականություն, տարածաշրջանում դեռևս իշխում է Ռուսաստանը, ճղվեն արևմուտքի ագենտները, իրենց ճղեն, մեզ վիրավորեն, ասեն, բայց դա փաստ է, դա ես չեմ ասում, դա ամբողջ աշխարհն է ընդունում։ Հիմա մենք մեր շահերը, հայ մի տեսակ կա, որը իր շահը ավելի գերադասում է տեսնել
Ռուսաստանի հետ հարաբերություններում, քան Թուրքիայի ու Ադրբեջանի, հիմա Նիկոլենք ասում են, չէ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ես էլ ասում եմ, չէ, արա, չէ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չկա որևիցե ընդհանուր բան, նրանք իմ ընկերներին սպանել են, արա, իմ պապերին, մեր նախնիներին ցեղասպանել են, արա, եթե դուք ուրացող եք, մեզ մի ստիպեք, մենք չենք դառնա ուրացող, հետևաբար ովքեր ուրացող են, թող գնան ուրացողների շարքեր, որ ուրանալու համար պետք է պատասխան տան։